Մոսկվայի Կարմիր հրապարակում նշվում է 80 տարի առաջ հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը։ Հոբելյանական շքերթն ընթանում է ավելի քան 11500 զինծառայողի, այդ թվում հատուկ նշանակության ջոկատի 1500 զինծառայողի մասնակցությամբ։ Ուրախություն, տխրություն, հպարտություն, երախտագիտություն, նացիզմը ջախջախած ու միլիոնավոր կյանքերի գնով ազատություն ու խաղաղություն նվաճած սերնդի նկատմամբ հիացմունք։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ասում է, սրանք են միավորում շքերթի մասնակիցներին։ Մենք հավատարմորեն պահպանում ենք այս պատմական հաղթական իրադարձությունների հիշատակը և որպես հաղթողների ժառանգներ մայիսի 9-ի տոնը նշում ենք որպես մեր սեփականը, որպես երկրի ամբողջ ազգի, յուրաքանչյուր ընտանիքի, մեզանից յուրաքանչյուրի համար ամենակարևոր տոնը։ Սա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմի ընթացքում անցկացվող 4-րդ շքերթն է։ Վլադիմիր Պուտինը մի քանի օրով հրադադար էր հայտարարել հենց մայիսի 9-յան տոնակատարությունը հնարավոր դարձնելու համար։ Ելույթում այդ պատերազմը գրեթե չհիշատակվեց։ Փոխարենը միջոցառումն ուղիղ եթերում մեկնաբանող լրագրողները պատերազմի թեման հաճախ են հիշատակում, հատուկ մատնանշելով տարբեր երկրների առաջնորդների Մոսկվա այցելելու քայլի կարևորությունը։ Հենց հիմա մենք տեսնում ենք Սերբիայի նախագահին Ալեքսանդր Վուչիչին։ Նա չնայած ամեն ինչին ժամանել է Մոսկվա, նրան չեն խանգարել եվրոպական ղեկավարների ոչ սպառնալիքները, ոչ վերջնագրերը։ Լատվիան ու Լիտվան փակել էին օդային ճանապարհը նրա ինքնաթիռի համար։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կալասը խոսել էր այդ այցի հետևանքների մասին, բայց չնայած այս ամենին, Ալեքսանդր Վուչիչը Մոսկվայում է։ Александр Вучич сегодня в Москве. Ապրիլի 14-ին եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը զգուշացրել էր, որ Մոսկվայում հաղթանակի օրվա տոնակատարություններին ցանկացած մասնակցություն լուրջ կընդունվի և որ Եվրամիությանը միանալ ձգտող երկրները պետք է հրաժարվեն նման ծրագրերից։ Այնուամենայնիվ հոբելյանական շքերթի առիթով Մոսկվայում էին 29 երկրների ղեկավարներ։ Պաշտոնական հանդիպումների շքերթ Մոսկվայում ևս լինելու է։ Պուտինը 15 երկկողմ հանդիպում է պլանավորել Չինաստանի, Կուբայի, Մոնղոլիայի, Եգիպտոսի, Սերբիայի, Պաղեստինի և այլ երկրների նախագահների հետ։ Ռուսական Իզվեստիան հաշվարկել է, որ այն երկրները, որոնց ներկայացուցիչները Մոսկվայում են, կազմում են աշխարհի բնակչության գրեթե կեսը և համաշխարհային տնտեսության 40%-ը։ Կարմիր հրապարակում անցկացված շքերթին մասնակցել են նաև 13 երկրների զորախմբեր։ Արտասահմանյան զորքերի շքերթին մասնակցելու ավանդույթը ձևավորվել է 2010-ից։ Առաջին տարում ներգրավվել են Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի և այլ երկրների զորքեր։ Հայաստանի զորքերը մասնակցել են նաև 2015-ի և 2020-ի շքերթերին։ Այս տարի հայկական զորախումբը ռազմական շքերթին չի մասնակցում։ Հայաստանը երկրորդ աշխարհամարտում ունեցել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և 1 ծովակալ։ Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200,000 հայ զինվոր։ Արուսյակ Կապուկչյան, Ռադիոլուր։